Շնորհակալություն հարգելի հանրապետական կուսակցության ազգային ժողովի փոխոսնակ պարոն Շարմազանով, որ ձեր թեթև ձեռքով առայժմ թույլ չտվեցիք փոխելու օրինաձերքերը հայկական վերածննդով։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, նախագիծը, որի մասին խոսում ենք, ինչ խոսք կարևոր է, ես իհարկե հանձնաժողովի նիստին չէի մասնակցել, թե չէ իմ հարցերը գուցեև այնտեղ կսպառվեին։ Ես այդ ցանկում չգտա Վայոց ձորի ուրեմն մարզը, որտեղ հեռուստաընկերություն չկա։ Հիմա կամա թե ակամա մտածում ես, որ մարզային հեռուստաընկերությունները ինչպիսի դեր ունեն, եւ այստեղ շատ ու շատ կարեւորվում է հենց մարզային հեռուստաընկերությունները, մասնավորապես այն մարզերը, որոնք սահմանամերձ են։ Եվ հիմա ստացվում է այնպես, որ տեղական ուրեմն ինֆորմացիաների արագ տարածման եւ բազմաթիվ այլ, չգիտեմ, թող լավ մտքով լինի, ես պարզապես վերջին իրադարձություններից ելնելով եմ մտահոգված այդպես ապրիլյան դեպքերի, որ մարզը անմիջապես իրազեկման խնդիր ունի եւ առավել եւս որ Վայոց ձորը իր սահմաններով ամբողջությամբ կարելի է ամբողջությամբ չասեմ, բայց բավականին մեծ չափով համարվում է սահմանամերձ։ Հիմա այստեղ անհրաժեշտ է դառնում հարգելի զեկուցող, կա արդյոք այդպիսի հնարավորություն, որ մենք ոչ թե դիտարկենք հարցային տեսանկյունով, որ լիցենզավորման կամ մրցույթին մասնակցողներ չկան, այլ պարզապես այնպիսի մոտեցում ցուցաբերենք, որ պարտադիր լինի, ենթադրենք Վայոց ձորում, որևէ մեկը մրցույթը, այսպես ասած, կարողանա մասնակցել եւ ունենա այդ մարզը հեռուստաընկերություն։ Չգիտեմ, գուցե այստեղ պարտադրի գաղափար եմ դնում, բայց մի կողմից ուզում եմ ասել, որ շահագրգիռ լինեք դուք, նախ հավասարաչափ բաշխման, երկրորդը լրջագույն ուշադրություն դարձնել այն տարածաշրջաններին, որոնք սահմանամերձ են, որոնց հեռուստատիվիները, մարզային հեռուստատիվիները լրջագույն կարևոր դերակատարում ունեն, ասված ոչ առասպե կարևոր այնպիսի դեպքերի ժամանակ, որ լուրը պետք է արագ տարածել, ենթադրենք այդ ողջ մարզով մեկ։ Այս տեսանկյունից Վայոց ձորը աչքի է ընկել եւ ես կուզենայի, որ դուք դրա մասին կամ խոսեիք կամ պարզապես հետեւություն անեիք, որովհետեւ ձեր կառույցը նաեւ պետք է հեռուստաընկերությունների բոլոր տեսակի գործունեության հետ կապված գոնե մի քիչ հավասարաչափ արդարության սկզբունքին ուշադրություն եւս դարձնի, կարծում եմ։ Հաջորդ հարցը, որը ինձ մտահոգում էր, ուրեմն հեռուստաընկերությունների այդ ֆիլմերի հետ կապված, որ հացադրումը կատարեցի, տեսեք, ստացվում է այնպես, որ հեռուստաընկերությունները պետք է անպայման հեղինակային իրավունք ունեցող կազմակերպություններից, լիցենզավորված կազմակերպություններից գնեն ֆիլմերը ցուցադրելու համար։ Այսպիսի մի պատմության մենք հանդիպեցինք մի քանի տարի առաջ, երբ պայքարում ենք տեսաերիզների հետ կապված։ Երբ պիրատների դեմ պայքար էր գնում, հսկայական, որ չգիտեմ, որ թվականի որևէ երգչի տեսաերիզը ձեռք բերելու համար պահանջվում էր, ասենք, հեղինակային իրավունք եւ այլն, թե այդ տեսաերիզը ում մասին էր կամ որ երգչի մասին էր կամ որ չգիտեմ, ուրեմն համերգի մասին էր, որտեղից պետք է գտնեին նրանց, որպեսզի վաճառողը կարողանար ուրեմն իրացնել այդ խնդիրը։ Հիմա այստեղ էլ մենք ունենք հետաքրքիր մի լրացուցիչ օղակ, որով մենք փորձում ենք հեղինակային իրավունք տալ որոշակի կազմակերպությունների, որոնց միջոցով ֆիլմերը պետք է վաճառվեն հեռուստատիվիներին։ Ես կուզենայի այդ հարցին պատասխանել, որքան նման կազմակերպություններ կան, որոնք ունեն այդ հեղինակային իրավունքը, լիցենզավորված են եւ իրենք վաճառում են ֆիլմեր։ Եվ երկրորդ մտահոգությունս հետևյալն է, ըստ երևույթին ես ինքս նախաձեռնություն կկատարեմ, կապված հեռուստաֆիլմերի որոշակի թվի հետ։ Ենթադրենք 2000 թվականից առաջ գտնվող ֆիլմերը, որոնք դուրս են եկել, դրանց համար չպահանջվի լիցենզավորում։ Ասենք, եթե դրանք նոր են, վերջին 10, 15 կամ 20 տարվա են գոնե դրանց համար պահանջվի, բայց ստացվում է այնպես, որ 50 տարի առաջվա ֆիլմի համար, որ քիչ առաջ նաև պարոն Դավթյանի պատասխանը արդարացի էր, որ համացանցում ինտերնետում այդ ֆիլմերը թափած են, բայց չգիտես ինչու, ձեր եթե հանկարծ հեռուստաընկերությունն է ցույց տալիս, ինքը պարտադիր պետք է գնի այդ ֆիլմը։ Ստացվում է, որ մենք երկայնքի ստանդարտ, մի կողմից ազատ է, բացի ով ուզում է թող դիտի, բայց եթե հեռուստաընկերություն դու այդ ֆիլմ ուզում ես ցույց տալ, դու ինձանից պետք է գնես հեղինակային իրավունքը ձեռք բերես։ Այստեղ ազատականացման խնդիր կարծում եմ պետք է դրվի եւ գոնե թվային առումով որոշակի թվերի, ասենք 2000-ից այս կողմի համաթոդա դիտվի։ Ինչու եմ այդպես ասում, նաեւ
վերջին օրերին ես ուշադրություն եմ դարձրել նաև որոշակի հեռուստաընկերությունների, որոնք շատ թարմ ֆիլմեր են ցույց տալիս, որոնք 2015-16 թվականի այսպես ասած նկարահանված ֆիլմեր են, եւ որոնց լիցենզավորման համար վստահ եմ, որ բավականին գուցեև թանկ պետք է վճարեն, որ ձեռք բերեն այդ լիցենզիաները։ Արդյոք այդ ուրեմն հեղինակային իրավունք ունեցող կազմակերպությունները այդքան թանկ կվճարեն ձեռք բերելու այդ իրավունքը, որպեսզի իրացնեն, վաճառեն հեռուստաընկերություններին։ Սա նույնպես իմ համար կարծում եմ մի քիչ անհասկանալի եւ այսպես ասած մտահոգիչ է զուտային տեսանկյունից, որ գուցե այսպես ասած մեկին կարելի է, մեկին չի կարելի, մեկը կարող է ազատ, որտեղ իրեն վերահսկողությունը չի այսպես ասած վերաբերում, մյուսին վերաբերում է։ Այստեղ այդ խնդիրը կա։ Ես կարծում եմ, որ ուշադրություն պետք է դարձնենք, ուղղակի նորություն տանք։ Ես գուցեև մի քիչ հումորային կստացվի իմ ասածը, բայց պետք է ասեմ, գուցե այդպիսի հեղինակային իրավունք կամ լիցենզավորված կազմակերպություն լինի, որը գովազդների համար միջնորդ դերակատարում ունենա եւ բոլոր հեռուստաընկերությունների համար այդ գովազդի խողովակը աշխատի հավասարաչափ։ Հավասարաչափ ասածս պարզապես արդարության սկզբունքով, որտեղ ստացվում է, որ իմ գործընկերն այդ պարոն Ուրիխանյանը խոսեց այդ գովազդների հետ կապված, ինչպես է ստացվում կամ որ դեպքում են տալիս, որ դեպքում չեն տալիս, թույլ են տալիս, թույլ չեն տալիս, իրավունք ունեն, իրավունք չունեն, վախենում են, չեն վախենում, ամեն ինչ կարող եմ այստեղ օգտագործել։ Բոլոր գործոնները կարծես այս տեսանկյունից աշխատում են։ Գուցե ավելի լավ է գովազդային աշխարհը կառավարեք, որ այդ գովազդները ձեր միջոցով հավասարաչափ դուք էլ բաշխեք հեռուստատիվիներին, որ չլինի այնպես, որ ես գործարաններից մեկի հետ էի խոսում, մի հեռուստաընկերության մասին էինք խոսում, ասում է, ես գիտեք, այդտեղ այնքան գումար ունեմ, որ մի 2 տարի իրենք ցույց տան իմ գովազդները, դեռ իմ գումարը չի վերջանա այդ հեռուստատիվիում։ Ասենք դա արդարության սկզբունքով է, դա պարտադրանք է, դա ես գիտեմ ում մասին է եւ հասկանում եմ ինչ սկզբունքով է։ Այսինքն ուզում եմ ասել, սա որ կառավարեք, հեռուստաընկերությունները ձեզանից շնորհակալ կլինեն։ Իսկ ինչ վերաբերում է մի երկու նախադասությամբ ասեմ բովանդակությանը, ես ուզում եմ իմ գործընկերոջը շնորհակալություն հայտնել, որպես հնաբնակ падգամավոր պետք է ասեմ, որ մենք տարիներ շարունակ բարձրացրել ենք այդ հարցը, որ պարզապես հեռարձակվի ազգային ժողովի նիստերը եւ բազմիցս ստացել ենք մերժում, ասելով, որ ազգային ժողով այդքան գումար չունի, որպեսի հեռարձակվի, որպեսի մենք վճարենք, որ հեռարձակվի։ Եվ չեն եղել այնպիսի հեռուստաընկերություններ, որոնք ամիսը 4 օր կարող էին մի քանի ժամ մեր աշխատանքները հեռարձակեին։ Հիմա ստացվում է այնպես, որ դա հնարավոր բան է, եւ պարզապես կամքի դրսևորման խնդիր կա, եւ ամենակարևորը շատ անհրաժեշտ է, որ առաջիկա մեր քվեակած ընտրական օրենսգրքի շրջանակներում առավել եւս այստեղ նստած մարդկանց 99%-ը հայտնվելու է ցուցակներում եւ շատ անհրաժեշտ է, որ չգիտեմ, պետական ասեմ, թե որ հեռուստաընկերություններն ասեն, ցույց տան, որպեսզի բոլորի աշխատանքը երևա եւ մարդիկ վաղը կողմնորոշվեն, թե ում միջոցով որ քաղաքական ուժին են քվեարկելու։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ նաև պետք է բովանդակությանը նույնպես ուշադրություն դարձնել, եւ թե հեռուստաընկերությունները լիցենզավորված են, բայց այսպես ասած ծաղկեփունչ հեռուստաընկերություններ կան, որ լուրերը, եթե մեկը հանկարծ այստեղ ոտքը սայթակի, մի բուկետ, ծաղկե բուկետ, այսպես ասած, փունջ հեռուստաընկերություններ հենց այդ պահը բոլորը միանման լուրերը տալիս են ասենց նույն ոճով, նույն ձևով։ Լավ կլինի, որ ազատականացվի այդ դաշտը, լավ կլինի, որ բոլորի համար հետաքրքիր լինեն մեր բոլոր հեռուստա ալիքները, որպեսզի մենք կարողանանք նաև մեր հանրությանը, այսպես ասած, անգույն գույներով ցույց տանք այն իրականությունը, որը կա, այսինքն այնպես ինչպես ցանկանում են որոշ մարդիկ։ Եվ լավ կլինի ու լավ օրից չէ, որ հեռուստաընկերությունները ձեռք են բերվում որոշակի մարդկանց կամ, չգիտեմ, անձերի կամ ցանկացողների կողմից, ինչ որ որոշակի նպատակներին ծառայեցնելու համար։ Սա էլ պարզապես վերջին 15 տարում քաղաքական ռեալ կյանքը ուրեմն կյանքի մեջ լինելով եւ ոչ ճիշտ իրականությունը տեսնելով ապակուց այն կողմ մարդու կարծիք։